Երբ որ 23 թվականին քննարկվում էր այս տարվա պետական բյուջեն, Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ 2024 թվականի պետբյուջեն աննախադեպ է լինելու եւ լինելու է բում, նրա խոսքերն եմ մեջբերում։ Դուք ինչպես կգնահատեք, ինչպես եք իրականացնելու այս ամենը եւ որն է, ինչով է 24 թվականի բյուջեն լինելու բում։ Ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը։ Դուք գիտեք, որ 24 թվականի բյուջեն էապես ավելի մեծ է, քան 23 թվականի բյուջեն, որովհետև մենք 23 թվականին ապահովել ենք ավելի բարձր տնտեսական աճ, քան բյուջեով պլանավորված էր, կանխատեսված էր, եւ 24 թվականի համար էլ մեր բյուջեի կանխատեսումները նորից 7% տնտեսական աճ ապահովելն է, այնպես ինչպես կառավարության ծրագրում է գրված։ Պետք է նշեմ, որ եթե խոսք գնում է էկոնոմիկայի նախարարության մասին, ապա մենք էապես ակտիվացրել ենք այն ծրագրերը, որոնք անում ենք, որոնք շատ խոշոր չափերի են, օրինակ տնտեսության արդիականացման ծրագրով մենք արդեն ունենք 3300 ընկերություն, ովքեր նոր սարքավորումներ ու հոսքագծեր են ձեռք բերել 190 միլիարդ դրամի եւ կառավարությունն էլ փոխհատուցում է այդ սարքավորումների ձեռքբերման համար վարկերի կամ լիզինգների տոկոսների զգալի մասը, տալով հնարավորություն, որպեսզի ընկերությունները հնարավորինս արագ տեմպերով թարմացնեն իրենց սարքավորումները, հոսքագծերը, գործարանները։ Կան մի շարք այլ ծրագրեր եւ էկոնոմիկայի նախարարության բյուջեն ըստ էության մոտավորապես 50%-ով ավելի մեծ է, քան 2023 թվականին, այսինքն այդ ծրագրերի ազդեցությունը տնտեսական կյանքի վրա նույնքան չափ ավելի մեծ կլինի եւ ըստ երևույթին, եթե տնտեսական մասին այսպես ասեմ պրոյեկտեմ վարչապետի ասածը, ապա պատասխանը իմ նշածը պետք է լինի։ Իսկ որ ուղղություններն են լինելու առաջնահերթություններում, մշտապես հայտարարում եք, որ վերջին շրջանում զբոսաշրջության հաշվին է, որ Հայաստանը տնտեսությունը աճ է ձեր խոսքով ապահովում։ Գիտեք ոնց, ոչ, այդպես չեմ ասում, կան տնտեսության ոլորտներ, որոնք արագ են արձագանքում կառավարության միջամտություններին, կան տնտեսության այլ ոլորտներ, որոնք ավելի դանդաղ են արձագանքում, որովհետև որոշակի ժամանակային լագ է պետք։ Օրինակ իմ նշած ծրագիրը, տնտեսական արդիականացման ծրագիրը, դա ավելի դանդաղ աշխատող ծրագիր է, որովհետև ընկերությունները պետք է հոսքագծերը դնեն, նոր արտադրանք արտադրեն, որը ժամանակ անց տեսնեն նաև դրա տնտեսական արդյունքը, եւ մենք էլ տեսնենք։ Զբոսաշրջությունը համեմատաբար ավելի արագ աշխատող կամ ավելի արագ արդյունք տվող ոլորտ է, բայց պետք է նշեմ, որ մեր տնտեսական քաղաքականությունը հիմնականում մնում է նույն 3 գլխավոր առանցքների շուրջ։ Առաջինը բնականաբար տնտեսական աճը ապահովելն է, երկրորդը դա աշխատանքի արտադրողականության խթանումը եւ երրորդը ներդրումների ներգրավումը։ Այս 3 ուղղություններով էլ մենք տեսնում ենք, որ կառավարության դրած թիրախները ըստ երևույթին մենք կհասնենք ավելի շուտ, քան 2026 թվականն է, բայց նաեւ պետք է օգտագործենք այն հնարավորությունները, որոնք կան, որ նույնիսկ գերազանցենք այն նպատակները, որոնք որ դրել ենք։ Քերոբյան, օրեր առաջ մենք հարցեր ձեր դիտությամբ հանդիպել եք գործարարների հետ, ինչ հարցեր եք քննարկել, կան տեղեկություններ, որ նրանք հարկերի են դժգոհել։ Ես երևի վերջի 20 օրվա մեջ 4-5 անգամ հանդիպել եմ տարբեր գործարար միությունների հետ եւ շարունակելու եմ հանդիպումները մոտ ապագայում եւս, այդ թվում նաեւ ոչ Երևանում, Գյումրիում, Լոռիում, Վանաձորում, որպեսզի նախ ներկայացնեմ մեր 2023 թվականի աշխատանքի արդյունքները, բայց նաև ներկայացնեմ այն ծրագրերը, որոնք որ կառավարությունը իրականացնում է։ Դժգոհությունները հիմնականում աշխատանքային են, տարբեր տեսակի խնդիրների վերաբերյալ, օրինակ կարող եմ նույնիսկ մի քիչ կատակով ասել, որ հենց նոր ես ներկայացնում եմ օրենքների փաթեթ, որպեսզի առևտրային ցանցերը մատակարարներին ավելի արագ վճարումներ իրականացնեն եւ գործարարները նաեւ բարձրացուցին հարց, որ պետք է ըստ երևույթին պետությունը, կառավարությունը ինքը եւս իր ծրագրերի համար կողմից կատարվող վճարումները եւս արագացնի, որովհետեւ դա շատ կօգնի նաեւ տնտեսական կյանքի ակտիվացմանը եւ դրամաշրջանառության արագացմանը։